Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Ըստ ձեզ, որն է ձեր ուսուցման պատկերացումը որն է ու ինչպես եք տեսնում դասավանդողի դերը։ Ըստ իս դասախոսությունը պետք է իրականացվի առաջին հերթին ուսանողակենտրոն։ Իհարկե համաձայն եմ, որ յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր գիտություն ունի իր դասավանդման մեթոդիկան, բայց ժամանակակից աշխարհում բոլոր, կարելի ասել, երկրներում, բուհերում գնում են ավելի շատ ինտերակտիվ դասընթացներին դեպի, որովհետև թե Բլումի տաքսոնոմիայով հայտնի եւ թե մյուս բոլոր մեթոդիստների այսպես ասած նախանշած մեթոդիկաներով դուրս է գալիս, որ ուսանողը ստանում է գիտելիք, օրինակ դասախոսությունը լսելիս միայն 10%-ն է հիշում, հա, ստացած գիտելիքի, իսկ տեսնելիս 20%-ը, տեսածի 20%-ը, իսկ կատարածի արդեն 50%-ը, այսինքն ինտերակտիվությունը իր մեջ պարունակում է ամբողջությամբ այդ երեքը միասին վերցրած մոտավորապես, այսինքն 80%-ը այդ դեպքում հիշում է, այսինքն պետք է լինի այնպես, որ ուսանողը հնարավորինս շատ հիշի իր սովորածից եւ հնարավորինս ուսանողը պետք է ազատ լինի իր դասավանդման process-ի մեջ, ազատ լինի մտածելու մեջ, այսինքն պետք չէ բռնանալ ուսանողի մտածելակերպի ուղղության վրա, թեկուզ կարող է սկզբնական շրջանում իր մտածմունքը, իր փիլիսոփայությունը, հա, սխալ ուղղությամբ է գնում ըստ դասախոսի, բայց ժամանակի ընթացքում դա կարելի է հղկել, այդ ուղղությունը կարելի է փոխել, ինչպես օրինակ, չգիտեմ, դիալեկտիկ քննարկումներն են լինում, այդ փիլիսոփայությամբ նկատի ունեմ։ Իսկ դասավանդման ընթացքում հենց դուք ինչ մեթոդներ եք կիրառում։ Դասավանդման ընթացքում, նայած որ առարկան, ես երկու առարկա եմ դասավանդում, հիմնական պատմություն եւ փիլիսոփայություն, հա, եւ հետեւաբար այդ երկու առարկաները հիմնականում այդ երկուսն են, իհարկե կան կողքից նաեւ այլ առարկաներ, բայց այս առարկաները իրենք են թելադրում, թե ինչ մեթոդիկա կիրառես, օրինակ պատմության դասավանդման դեպքում ինֆորմացիան մի քիչ շատ է ավելի բնականաբար եւ այստեղ քննարկումը արդեն կարող է գնալ մոտեցումների հետ կապված, այսինքն ուսանողը ինչ մոտեցում ունի, ինչ պատկերացում ունի, ինչ կարծիք ունի որևէ պատմական կերպարի նկատմամբ, ինչ պատմահամեմատական ինչ վերլուծություն կարող է կատարել, այս սկզբունքով կարող լինել, իսկ փիլիսոփայության մեջ մի քիչ ավելի ազատ է, ավելի շատ են քննարկումները լինում, բանավեճերը լինում, սովորաբար աշխատում շատ ուսանողներին չծանրաբեռնել զուտ լեկցիաներով, այսպես կոչված, հա, ավելի շատ ինտերակտիվ, ավելի շատ քննարկումներ, բանավեճեր, սա է տեղի ունենում։ Իհարկե, բազան պահպանում ենք, այսինքն կան բաներ, որոշակի ինֆորմացիաներ, տեղեկատվություն, ցանկացած առարկայի մեջ, որը պարտադիր է ուսանողը պետք է անցնի, այսինքն ինչպես կարող ուսանողը չիմանալ, չգիտեմ, օրինակ Զենոնի պարադոքսների մասին ու դրա մասին կարծիք հայտնել, պետք է իմանա, որ դրա մասին կարծիք հայտնի չէ, կամ, չգիտեմ, Պլատոնի քաղաքագիտական, հա, թողած ժառանգության մասին ինչպես կարող է չիմանալ եւ քաղաքագիտության մասին կարծիք հայտնել, այսինքն բազան անցնում ենք ամբողջությամբ, հա, ստանում է եւ դրա հիման վրա արդեն քննարկումներ են տեղի ունենում։ Իսկ ինչպես եք խրախուսում ուսանողներին ակտիվ լինելու հարցեր տալու մեջ։ Սովորաբար առաջին սիրում եմ, որ ես ինքս ազատ եմ թողնում ուսանողներին դասի ընթացքում, որ ազատ արտահայտվեն, հա, այսպես ասած, թողնում եմ, որովհետև եթե չկաշկանդես ուսանողներին, բնականաբար իրենք արդեն ազատ կզգան իրենց։ Առաջնահերթ չպետք է դասախոսը կաշկանդի ուսանողներին, պետք է թողնի, որ ազատ արտահայտվեն, իրենց կարծիքը հայտնեն, թեկուզ ասում եմ նորից կարող է դա սխալ լինի քո կարծիքով, հա, բայց պետք է թույլ տաս արտահայտեն իրենց կարծիքը, հետո այդ կարծիքը շտկելու, հա,
համար կարելի է ավելի ճիշտ մոտեցում ցուցադրել։ Օրինակ, մի բան է, երբ ուսանողին ասում ես, չէ, սխալ եք ասում, ինչ հարցում, օրինակ, հա, այս գիրքը չի գրել, օրինակ, Պյութագորասը, Պյութագորասը առհասարակ գիրք չի գրել, ընդհանրապես ոչ մի հոդված, ոչ մի գիրք չի գրել, մի բան է, որ այդպես ասես, եւ մի բան է, որ օրինակ ասես, գիտեք, դու ոչինչ չեք սովորել, չգիտեմ ինչ, դուք չեք տիրապետում, դուք ծույլիկ եք, դա նվաստացնում է մարդուն, դա մարդու արժանապատվությունն է վիրավորում, որովհետեւ դեպքում չի կարելի նման բան անել։ Մեկ ուրիշ օրինակ ավելի կարող եմ բերել, որ կարելի ավելի հեռվից մոտենալ, կարող ես ասել, գիտեք ինչ, ավելի սովորաբար ես այս տակտիկան եմ կիրառում, հա, մարտավարությունը, երբ ուսանողը հարցին սխալ է պատասխանում, ես ասում եմ, օրինակ, գիտեք ինչ, չգիտեմ, միգուցե դուք էլ ճիշտ եք ասում այդ հարցում, չեմ կարող ասել, բայց այ օրինակ այսինչ հեղինակ այսպիսի մի հոդված է գրել այսինչ հարցով, հա, եւ այստեղ ինքը պնդում է անում, որ հիմնվելով այսինչ, հա, փաստերի վրա, եւ ուսանողը տեղեկանալով դրա մասին արդեն փոխում է իր կարծիքը, առանց վիրավորվելու։ Իսկ դրական ու աջակցող միջավայրը ինչպես եք փորձում ապահովել ու ստեղծել ավելի ճիշտ հենց դասարանում։ Սովորաբար դրական միջավայրը միայն իհարկե դասախոսից չի կախված, բայց դասախոսից շատ մեծ բան է կախված, ասեմ, հիմնականում այդ միջավայրը ստեղծվում է փոխադարձ հարգանքի վրա առաջին հերթին, եւ երկրորդ իհարկե նորից եմ ասում ուսանողներին որոշակի ազատություն տալով, այսինքն ես օրինակ երբեք ուսանողներին չեմ ասում, օй դուրս չգաս հանկարծ չեմ, արգելում եմ դուրս գալ լսանից կամ ինչու ես ուշացել, ոչ, չափահաս մարդիկ են, դպրոցական չեն այդ մարդիկ, որ արգելես ինչ-որ բան անեն, նրանք չափահաս հասուն մարդիկ են, եթե ուշանում է, ուրեմն արդեն դա բնավորության գիծ է իր մոտ, եթե դուրս է գալիս, ուրեմն հետաքրքիր չես, ուրեմն աշխատի հետաքրքիր լինես, սա է հիմնական սկզբունքը, եւ իհարկե նաեւ ուսանողների հանդեպ իհարկե նաեւ ջերմությունը պետք է փոխանցես եւ ստանաս այդ էներգիան իրենցից, ուսանողների հետ շփվելու դասախոսը միշտ երիտասարդ է մնում հոգով, ես այդ գաղտնիքը բացահայտել եմ իմ համար, արդեն կլինի 12 թե 13 տարի դասավանդում եմ, որից 7 տարի միայն հայ բուսական համալսարանում, վերջին 7 տարին, 2018 թվականից։ Իսկ դեպքի բախվել եք։ Ինչ դեպքի։ Որ օրինակ լսարանից դուրս գա ու հասկանաք, որ հետաքրքիր չի եղել։ Գիտեք ինչ, եղել է դեպք, որ ուսանողը եղել օրինակ դուրս է եկել, գնացել է, ինձ թվացել է, թե օրինակ հետաքրքիր չէր, դրա համար դուրս եկավ, բայց հետագայում այդ ուսանողը ամենալավն է պատասխանել քննությանը, այսինքն ոչ թե հետաքրքիր չէր, այլ իսկապես ինչ-որ պատճառ կար, ինչ-որ հրատապ բան էր պատահել, ուսանող է եղել նույնիսկ, որ մի անգամ ուշացել է, մոտավորապես 40 րոպե, այսինքն դասի կեսը ուղիղ ուշացած, եւ ուշացած եկավ, հետո հետաքրքրվեցի, իմացա, որ այդ մարդը վթարի էր ենթարկվել ճանապարհին, բայց ինչպես կարող ես այդ մարդուն ինչ-որ բան ասես, իհարկե ծանր բան չէր եղել, բայց ամեն դեպքում ստրես է, անհաղթահարելի դժվարություն է մարդու համար, այնպես որ երբեք չգիտենք ինչ կարող է լինել, մանավանդ 50 հոգանոց լսարանում չգիտես ում հետ ինչ է պատահել, ով որտեղից է գալիս, ուր է գնում եւ այլն, նորից եմ ասում, չափահաս մարդիկ են, իրենք են որոշում իրենց ապագան, եւ երբեք չես կարող ասել, որ այդ մարդը, որ դասերին, ասենք, բացակայել է, ուրեմն ինքը վատ է պատասխանելու, ոչ, օրինակ հենց այս վերջերս հունիսին մի խմբում ստուգարք էր փիլիսոփայության, մի աղջիկ եկավ, որ ամենաշատ բացականներն ուներ, ափսոս, իհարկե, բալեր կորցրեց դրա այդ բացակաների պատճառով, դե գիտեք 10 բալ հավաքում են ներկայությունից եւ 10 բալ ակտիվությունից, հա, բալեր կորցրեց այդպես, բայց բոլոր հարցերին պատասխանել է բացարձակ, գերազանց։
Ինչպես որ բացառություններ միշտ լինում են։ Իհարկե հիմնականում այս կրեդիտային համակարգը ճիշտ բան է, ես կողմ եմ, որովհետև տարվա ընթացքում նկատում ես, արդեն դասախոսը նկատում է ուսանողը ունի զարգացում այդ առարկայի մեջ, թե ոչ սովորում է, ակտիվ է, հասկացել է, թե ոչ։ Ասացիք 50 հոգանոց լսարան, օրինակ լսարանում կան տարբեր ընկալելու ունակության աստիճան ունեցող ուսանողներ։ Ոնց եք փորձում դասը կազմակերպել այնպես, որ բոլորին հասանելի լինի մատուցվող նյութը։ Շատ լավ հարց էր։ Այստեղ արդեն գալիս է մանկավարժական հմտությունը։ Տեսեք, ես սովորաբար չեմ այսպես ասած լեկցիա այդպես կարդում անցնում, ես ամեն նախադասությանից առաջ կամ հետո, այսինքն բուն թեման, երբ որ քննարկվում է, չէ, կարող է օրինակ ասենք մի 5 նախադասությամբ ինչ-որ թեմայի մասին ես խոսում, չէ, եւ ասենք երրորդ նախադասությունը կորիզն է նախադասությունը, բանալին է, հա, այսպես ասած, քո ասելիքի։ Եվ մինչև այդ երրորդ նախադասությունը ասելը ես մի հատ նախապատրաստում եմ, մի հատ շեշտում եմ, որ այ հիմա ամենակարևորը հիմա կասեմ ինչն է, եւ դրանց հետո էլ նորից անդրադառնում ասում, տեսեք, որ սա իսկապես կարող է, այսինքն անդադ փորձում ուշադրությունը գրավել բուն խնդրի վրա, որպեսզի կարող է ուսանողը գիտեք ինչ նույնիսկ այսպես ասեմ չհիշի օրինակ, չգիտեմ որևէ զորավարի անունը, հա, բայց հիշի, թե ինչ մեծ դեր է նա կատարել պատմության մեջ, նո կոնկրետ մեր դեպքում իհարկե հայ ժողովրդի համար։ Այսինքն այստեղ իհարկե ցանկալի է որ ամբողջը հիշի, բայց դեպքեր են լինում, օրինակ ուսանողների մեծ մասը, տեսեք, թվերի հետ խնդիր ունեն հիշելու։ Մեծամասնությունը, հատկապես գիտեք, մեր մոտ բժիշկներն են մեծամասնություն, հիմնականում ասում եմ ուսանողների մոտ թվերը հիշելու հետ, թվականները հիշելու հետ խնդիր ունեն, դժվարանում են հիշել, բայց մարդը հիշում է, որ ինչ է տեղի ունեցել եւ ինչու, եւ ինչի հետևանքով, պատճառը հետևանքային կապը հասկացել է մարդը կարևորը, հա, հիմա ոչինչ լավ այդ մի թիվն էլ թող չհիշի, դրա համար պետք չի այդպես անել։ Իսկ ուսանողներին ընդհանուր այդ որ ամբողջական ապահովել, ասում եմ, ավելի շատ պետք է մի քիչ էլ դասախոսը, իհարկե սա գաղտնիք եմ ասում իմ մարտավարությունից, ասեմ ձեզ, հիմա գաղտնիք եմ բացահայտում իմ մարտավարությունից, դասախոսը պետք է մի քիչ դերասան լինել։ Պետք է մի քիչ դերասան լինի եւ այդ դերասանական հմտություններ պետք է կիրառի, որպեսզի գրավի ուշադրություն։ Մի բան է, երբ որ ես գամ ձեզ մոտ եւ նույն տոնայնությամբ անդադ նույն բանը ասեմ, հա, խոսեմ անտարբեր մի տեսիկ, ապատիվ, հա, եւ լրիվ ուրիշ բան է, որ ես նույնիսկ, չգիտեմ, ասենք, sense հեռախոսս այսպես հանեմ եւ ասեմ, այսպես հանեց սուրը, հա, Մուհամեդը եւ չգիտեմ ինչ, այս դա ուշադրություն է գրավում, հավելյալ գրավում է ուսանողի ուշադրությունը եւ ստիպում է մնալ թեմայի մեջ, խնդրի մեջ։ Այսինքն մի քիչ օրինակս միգուցե մի քիչ լավը չէր, բայց դերասանական հմտություն դասախոսը պետք է մի քիչ կիրառի, այո, մի քիչ պիտի դերասան լինենք։ Կհիշեք ինչ որ առանձնահատուկ նման դաս ու ինչով էր արդյունավետ։ Հա, շատ լավ եմ հիշում, մի անգամ ներկայացնում էի ուրեմն Գավգամելայի ճակատամարտը, այո, մակեդոնացու արշավանքները եւ Հայաստանի անկախացումը եւ երբ որ ներկայացրեցի թե ինչպես եղավ, հա, որ Աքեմենյան ամբողջ կայսրությունը փլուզվեց, հա, փոքրիկ Մակեդոնիայից ելած մի փոքրիկ 40,000-անոց բանակը եկավ եւ ամբողջ արևելքը գրավեց։ Այս ամբողջ ընթացքում այսպես պատկերացեք այնպես էի ներկայացրել կետ առ կետ, հա, ամբողջը, նույնիսկ ճակատամարտերի, այսպես ասած, մարտավարությունները եւ այլն, նույնիսկ մակեդոնացու
եւ Դարեհին ուղարկած պատասխան նամակը այնպես բոցաշունչ էի ասել, որ ուսանողներից մեկը այդ նամակը վերջին կարդալուց հետո ասում է, չէ, Դարեհին ասում է կարիք չկա ինձ նվիրելու այն ինչ արդեն իմն է, չէ, այդ որ կեսը նվիրում եմ, հա, ասում է կայացության։ Այդ նամակից հետո ուսանողներից մեկը ասաց Ընկեր Մարտիրոսյան, դուք կարող եք դերասանականել եք ավարտել։ Իսկ ինչպես եք կարողանում պլանավորել դասը, որ համոզված լինեք, որ ուսանողի համար գրավիչ էր ու դուք հասել եք ձեր վերջնարդյունքին։ Դասը պլանավորելու հետ կապված ասեմ, բոլոր առարկաների մեջ, սա առանց բացառությամբ եմ ասում, բոլոր առարկաների մեջ ժամանակը դասողի թշնամին է։ Միշտ չի հերիքում, չի լինում այդպեսի դեպ հերիքի կամ չգիտեմ շուտ ավարտես նույնիսկ դες բան չի եղել իմ մոտ, միշտ չի հերիքում, նույնիսկ վերջերս ասեմ, օրինակ հենց մեր երկրորդ կուրսերի մոտ դեբատ էինք կազմակերպել բանավեճ էվթանազիայի հետ կապված բժշկականի երկրորդ կուրսերի եւ այնքան հետաքրքիր անցա, որ առաջին 80 րոպեն ավարտվեց, մենք նորից միասին բախտներս բերեց ուրիշ դաշ չկար եւ երկրորդ 80 րոպեն արեցինք այսպեսի այսինքն ժամանակը միշտ խնդիր է ժամանակը մեր թշնամին է միշտ այդպեսի խնդիր լինում է բայց ամենակարևորն է որ պրոդուկտիվ էր այսինքն կար արդյունք եւ դրա ամենավառ ապացույցն էր որ Ստուգարտի օրը փիլիսոփայության հենց այդ խմբից ուսանողուհիներից մեկը ով ակտիվ մասնակցել էր դեբատին ասում են Ընկեր Մարտիրոսյան, գիտեք, ես հոգեբանության քննությունը ստացել եմ էվթանազիայի մասին, մեր դեբատը, որ պատրաստվել էի եւ մասնակցեցի, ինձ այնքան գիտելիք տվեց, որ դրանով ես հոգեբանության քննություն եմ ստացել։ Առարկան, այսինքն թեման նույնն էր ընկել էվթանազիա եւ դրանով ստացել էր, այսինքն սա ամենալավ արդյունքն է ինձ համար, որպես դասախոս, որ իմ ուսանողը ես առարկան այնքան լավ եմ տվել, թեման այնքան լավ եմ տվել եւ այնքան լավ է ինքը մարսել, որ կարողացել է նույնիսկ քննություն ստանալ դրանով։ Իսկ ունեք տարբերակ, որով դասի վերջում փորձում եք ստուգել արդյոք ուսանողները անցալել են մատուցվող նյութը։ Այո, լինում են շատ է լինում այդպիսին դեպքեր, որ այսինքն միշտ ես դասի վերջում ընդհանուր ամփոփում անում եմ եւ այս նկատի ունեմ հենց այստեղ շատ է եղել դեպքեր, որ եւ սպասվածից ավելին եմ տեսել եւ տեսել եմ, որ օրինակ մարդ կար, որ ընթացքում այտենց իբր թե ակտիվ էր, բայց բարձրվում է ակտիվ չի եղել։ Գիտեք ինչ, իմ դասերի կեսը գրեթե անցնում է Zoom-ով, Zoom հարթակում on-line, հա, եւ այստեղ մի քիչ ավելի դժվար է խոսքս դրա մասին էր։ Չէ, լսարանում մի քիչ ուրիշ է, լսարանում անդադ կարողանում ես գրավել ուսանողի ուշադրություն, տեսնում ես ինչով է զբաղված, ինչ է։ Բայց Zoom հարթակում ինքը կարող է պարզապես միացնել, բայց այդտեղ չլինել։ Օրինակ, չգիտեմ, ռասը դնել եւ գնալ ուրիշ տեղ կամ համակարգչը, հա։ Շատ դժվար է վերահսկելը, անդադ պետք է հարցեր տաս, անդադ խաչաձև այս ուսանողին են ուսանողին, բայց դա էլ չես կարող անընդհատ դրանով զբաղվել, որովհետեւ դասը իր բանը կկորցնի, էլի, չես հասցնի ավարտես, տեղից էլ ժամանակը քիչ է։ Հիմնականում իրականացնում ենք հենց դրա համար ասում եմ ինտերակտիվություն նույնիսկ Zoom-ով ենք արել այդ էվթանազիայի դասը որ պատմեցի հենց Zoom-ով ենք արել այսինքն նաև Zoom հարթակում հնարավոր է դա անել եւ դա հնարավորինս ապահովում է ակտիվությունը այսինքն հիմնականում այսպես ենք անում տեսեք ինչու է շեշտում որ ինտերակտիվությունը շատ կարեւոր է ինտերակտիվ դասի ժամանակ կարողանում ես ուսանողին տալ դերեր բաժանում ես դերերի, հա, ինչ-որ թիմային աշխատանք ես կատարում եւ վարժություն եւ տալիս ես դերեր եւ արդեն այդ դերը որ իրենն է, ինքը ստիպված պատասխանատվությամբ է վերաբերվում, ինքը չի կարող հեռախոսը, չգիտեմ, թողնել սեղանին եւ դուրս գալ գնալ։ Արդեն ինքը դեր ունի, պատասխանատու է եւ գիտի որ հեսա իրեն հարց է տալու, ինքը պետք է պատրաստ լինի այդ դերը կատարելու։ Դրա համար եմ ասում ինտերակտիվություն, ապագան դրանն է։ Իսկ ինչպես եք վերաբերվում ուսանողների առաջարկներին։
Շատ լավ դրական, սովորաբար ես ուսանողների ընկերն եմ, միշտ աջակցում եմ բոլոր հարցերում, կլինի դասերի հետ կապված, որևէ, չգիտեմ, գրականություն ձեռք բերելու հետ կապված, կլինի նույնիսկ քաղաքացիական ակտիվության հետ կապված իրենց համալսարանի ներսում որևէ օրինակ խնդիր են ուզում լուծել, իրենց առաջ դրել են, միշտ օգնում եմ, ինչով որ կարողանամ, իմ բոլոր հնարավորությունների, ռեսուրսների սահմաններում միշտ իրենց հետ եմ և չեմ էլ պատկերացնում այլ կերպ, այսինքն իմ կոչումն է դա։ Իսկ ունեցել եք, հանդիպել եք այնպիսի դեպքի, երբ ուսանողի առաջարկի հիման վրա ձեր դասավանդման մոտեցումը փոխեք։ Եղել է դեպք, որ օրինակ ոչ թե ընդհանուր մեթոդիկան փոխեմ, ոչ մեթոդիկան չեմ դժվար է մի քիչ տես փոխել միանգամից, դա ավելի ինստիտուցիոնալ հարց է, բայց օրինակ որևէ մարտավարական առումով, հա, այսպես ասենք, տակտիկական առումով դասի, երբ որ ուսանողը օրինակ կարող է օրինակ մեզ թվալ, թե ուսանողին դուր է գալիս, չգիտեմ, նստած դասան կամ ուսանողին դուր է գալիս գրատախտակին մոտենալ, բայց պարզվում է այդպես չի։ Օրինակ վերջերս այդպիսի մի դեպք եղել է, ես սովորաբար ուսանողներին տալիս էի ռեֆերատ գրել, հա, պատմությունից, օրինակ, այս պատմությունից եւ իրենք գալիս էին, կարդում էին, ներկայացնում էին եւ վերջերս օրինակ մի կուրսում, ասեմ, տնտեսագիտության առաջին կուրսն էր, երեխաները ասացին, գիտեք ինչ, ընկեր Մարուսյան, նես կուզենք մենք պրեզենտացիայով ներկայացնենք սլայդով, հաճելիորեն զարմացա եւ համաձայնեցի անշուշտ եւ բոլորը բերեցին, բոլորը բերել են, բոլորը ներկայացրել են ու մեկը մեկից լավ պրեզենտացիան էր, ես հաճելիորեն զարմացած էի, չէի սպասում նախ, որ իրանք նախական ինչ-որ բան այդպես կներկայացնեն եւ առավել ոչ չէի սպասում, որ բոլորը կբերեին, կներկայացնեին։ Եվ տեսեք արդեն ինձ մոտ այդ սլայդներով դասը անելը, պրեզենտացիա դարձավ արդեն ոնց որ ձեր ասած մեթոդիկա։ Հիմնականում ինչ մեթոդիկաներ եք դուք կիրառում։ Մեթոդիկաները շատ են։ Էլ եմ ասում նայած որ առարկան պատմություն ունի իր դասավանդման մեթոդիկան, հա, պատմահամեմատական, չգիտեմ, եւ այլն, հա, մեթոդիկ կիրառում կա, այդպիսի փիլիսոփայության դեպքում կիրառում եմ ավելի շատ բանավեճերի, հա, դիալեկտիկ քննարկումների մեթոդը, կիրառում եմ մտագրողները շատ այդտեղ նաև որոշ առարկաների դեպքում էլ օրինակ ասենք ներգրաված քաղաքացի առարկան, որ դասավանդում էի, անցնում ենք, այնտեղ ամբողջությամբ կարելի ասել ուսանողակենտրոնն է նա, այստեղ ավելի շատ դասախոսը ոչ թե դասախոս է, այլ կոորդինատոր, այսինքն դու ոչ թե մտնում ես լսարան եւ լեկցիա ես կարդում կամ շոկ բան ես, ոչ, հիմնականում դու կոորդինատոր ես, դու տալիս ես իրանց, ապահովում ես գրականությունով, ապահովում ես ռեսուրսներով բոլոր տեսակի եւ ընդհանրապես ուղղություններ ես ցույց տալիս, ինչ պետք է անեմ, մնացած ուսանողը ինքնուրույն անում է եւ ասենք ինչ որ վարժությունով 15 րոպեում ավելի շատ բան է սովորում ուսանողը, քան որ, չգիտեմ, մի 2 տարի լեկցիա կարդայր։ Օրինակ, հենց մեկը միջնորդական առաքելությունը, որ իրականացնում են ուսանողները խմբերով, հա, միջնորդական առաքելություն են իրականացնում խնդրի շուրջ, որևէ, չէ, այնտեղ, չգիտեմ, ասենք, ոստիկանության ժողովրդի ներկայացուցիչների միջև, հա, այսպես միջնորդություն եւ իսկապես 15 րոպե ժամանակ է տալիս, 15 րոպեում ինքը ավելի շատ բան է սովորում, այդ իր կաշվի վրա զգում է, թե ինչ դժվարություն է իրենց ներկայացնում, միջնորդ լինելը, ավելի շատ բան է սովորում, քան որ բան անեի, չգիտեմ, տարիներով լեկցիա կարդաս։ Իհարկե նաև այնտեղ ամբողջ բանը տրվում է, հա, մեխանիզմները ինչպես պետք է լինի, ոսկե կանոններ կա, որ դրանից չպետք է շեղվի, անշուշտ։ Իսկ որքան հաճախ եք թարմացնում ձեր դասավանդման մոտեցումները։ Բավականին հաճախ, դա պայմանավորված է նրանով, որ կարծում եմ ես հաճախ եմ գնում վերապատրաստումների,
գրեթե ոչ մի բան աշխատում բաց չթողնեմ, եթե, չգիտեմ, զուտ ֆիզիկապես հնարավոր է լինում, անպայման գնում եմ։ Իսկ ինչն է ձեզ մոտիվացնում ուսուցման մեջ։ Մոտիվացնում շատ հանգամանքներ կան, նորից եմ ասում, եկեք հիշենք առաջին ասածս, որ ուսանողների հետ դասախոսը իրեն միշտ հոգով երիտասարդ է զգում, մոտիվացնող է նաև եղել ինձ համար իմ դասախոսների գործելավոճը, մեթոդիկան, որ իրենք կիրառել են եւ դեռևս ուսանող ժամանակ ես արդեն որոշել եմ, որ ես դասախոս պետք է դառնամ, պատմության, որովհետեւ իմ դասախոսները շատ լավ են դասավանդել, լուսահոգի, օրինակ, պարոն Հովանեսյանը 80 րոպե, պատկերացրեք, ինքը խոսում էր, ոչ թե լեկցիա էր կարդում, այլ խոսում էր, պատմում էր եւ ֆիլմի պես աչքիդ առաջ տեսնում էիր այդ ամենը, այնպես էր պատմում։ Այդքանից հետո ոնց չմոտիվանաս։ Իսկ ինչպես եք դուք փորձում մոտիվացնել ուսանողներին։ Ուսանողներին հիմնականում ես փորձում մոտիվացնել նրանով, որ պայծառ ապագա է սպասվում բոլոր կիրթ մարդկանց։ Անկախ նրանից տաշած քարը մեր ժողովրդի լեզվով ասած գետնին չի մնում եւ գիտեք ինչ անկախ նրանց մասնագիտությունից թե ինչ կընտրեն, կարևոր չի, բժիշկ կա, չգիտեմ, իրավաբան է, հոգեբան, լեզվաբան, տարբեր մասնագիտություններ ունենք, չէ՞, մեզ մոտ ինստիտուտներ, անկախ նրանից ինչ մասնագետ է, առաջին հերթին նա պետք է դառնա լավ քաղաքացի իր երկրի համար եւ այդ լավ քաղաքացին եւ կիրթ մարդը հաստատ ապագայում իր երկրի համար պիտանի է լինելու։ Գիտեք ինչ, ես միշտ ասել եմ իմ ուսանողներին օրինակ եմ բերել 19-րդ դարասկզբին, 18-րդ դարի վերջին, 19-րդ դարասկզբին, ասենք, ֆրանսիացի լուսավորականները 18-րդ դարի վերջին կամ 19-րդ դարասկզբի, չգիտեմ, Սպերանսկին, օրինակ, Ռուսաստան, վանականի տղա էր, բայց ինչ արեց, ինչ դարձավ, չէ, սահմանադրություն գրեց Ռուսաստանի համար եւ այլն։ Եթե 19-րդ դարասկզբին շարքային վանականի որդին կարող է նման բաների հասնել, որ նույնիսկ Նապոլեոն ասում են Ալեքսանդր առաջինն առաջարկել է եվրոպական ցանկացած երկիր տալ Սպերանսկու դիմաց։ Եթե 19-րդ դարում վանականի որդին կարող է նման բաների հասնել, ապա 21-րդ դարում կարծում եմ դուք շատ ավելի շատ բաների կարող եք հասնել։ Ձեր կարծիքով դասավանդողի ամենակարևոր հատկանիշները։ Լինել մանկավարժ առաջին հերթին, անկախ նրանից դու չափած մարդկանց հետ գործ ունես, թե դեռահասների, առաջին հերթին մանկավարժ պետք է լինես, մի քիչ պետք է լինես հոգեբան եւ ինչպես ասացի, չմոռանանք մի քիչ էլ դերասան պետք է լինի դասախոս, այո։ Իսկ ինչ մարտահրավերների եք բախվել դասավանդման ընթացքում։ Մարտահրավերների շատ են եղել, չեմ կարող կեղծավորություն անել, մարտահրավերներ շատ են եղել, որոնց բախվել եմ, բայց չի եղել այդպիսի մարտահրավեր, որ չհաղթարենք։ Կհիշեք օրինակներ։ Դե օրինակ մարտահրավեր էր ինձ համար հենց մեկը, օրինակ սլայդերի անցնելը, օրինակ սլայդերով դասավանդումը անփորձ էինք, մարտահրավեր էր օնլայն դասերը, որ պայմանավորված էր, գիտեք, Հայաստանում մենք 2020-ի այդ պանդեմիայի հետ կապված նոր մեր մոտ ի հայտ եկավ, մենք մինչև այդ Zoom-ով երբ էինք դասարել կամ Google Meet-ով, այդ օնլայն հարթակում դասեր անցկացնելը եւս լուրջ մարտահրավեր էր համար, որին սովորեցինք, հարմարվեցինք եւ հիմա մինչև հիմա նույնիսկ դասեր ունեմ օնլայն են, ինչպես ասացի, արդեն տիրապետում ենք։ Շատ լավ, իսկ ինչ խորհուրդ կտաք մյուս դասավանդողներին դասավանդումը բարելավելու համար։ Ես քանի որ երևի ամենաերիտասարդներից մեկն եմ դասախոս, որպես երևի
կոռեկտ չեմ համարում, որ ես իրենց խորհուրդներ տամ։ Ես եմ միշտ իրենցից խորհուրդներ վերցնում։ Թեկուզ ձեր օրինակով ինչը ավելի հաջող կհամարի։ Այ մի բան հաստատ համաձայն տեխնիկայից երբեք մի խուսափեք։ Ես ինքս էլ եմ ինձ միշտ ասում դա, պետք է սովորել նոր տեխնիկան, որ դուրս է գալիս, պետք է տիրապետել։ Մենք մի տեսակ բան ենք լինում, չէ՞, նոր ինչ-որ տեխնիկական հագեցվածություն գալիս է, ինչ-որ նոր մեթոդիկա է իրենից ենթադրում դա եւ այլն, մենք մի քիչ ուշ ենք դրան ընդունում։ Այդ երևի ազգային մենթալիտետ է, որ ուշ ենք ընդունում, էլի նորությունները լավ չենք ընդունում կամ բայց այո, կարծում եմ պետք է առաջին հերթին դա նորություններից չխուսափել, ընդհակառակը շուտ մտնել դրա մեջ եւ թարմանալ։ Շնորհակալություն ձեր պատկերացումներով կիսվելու համար։ Կա որևէ բան, որ կուզենաք ավելացնել։ Ավելացնելու կարծում եմ լավ կլինի, միայն մեկ բան կասեմ, որ լավ կլիներ ավելի կշահեինք, եթե հենց այդ մեր քաղաքացիական կրթությունը շարունակեինք մեր համալսարանում, շատ լավ գաղափար է, որը առաջին վերապատրաստվողներից եմ ի դեպ եղել ես եւ շատ լավ գաղափար է տվել պարոն Կաժանը, որ դարձնենք մշտական առարկա դա, որովհետեւ առաջնահերթ նորից եմ ասում, նորից ստիպված եմ շեշտել առաջնահերթ է, որ մարդը լինի լավ քաղաքացի։ Պատկերացրեք այսպիսի մի բան, դուք ուզեիք լինեիք լավ բժիշկ, լավ մասնագետ, լավ քիրուրգ, բայց վատ երեխա ձեր ծնողի համար։ Չեք ուզի, չէ՞, բա հայրենիքն էլ նույն ծնողն է։ Ինչ կողմա պետք է լավ մասնագետը, որ ինքը լավ զավակ չի իր հայրենիքի։ Իսկ աշխատանքից պետք չի խուսափել։ Ես նորից եմ ասում, այս աշխատանքը մի լավ խոսք կա ինձ մի անգամ ասել են մեր մեծերից մեկը աշխատանքից խուսափողը իր ծնողից է խուսափում։ Այնպես որ իմ պատգամը դա է բոլորիս։ Դուք ունեք հարցեր։ Ոչ, շնորհակալություն։ Որ լինեն անպայման կասեմ։ Շնորհակալություն ժամանակ տրամադրելու